Հարցը հնչել է և հուզել է շատերին միշտ ճարտարապետության էության մասին մեզանից առաջել մեր գոլեգաները, փիլիսոփաները, արվեստաբանները, Վիտրուվիոսից սկսած, որը որ մենք համարում ենք դասական, այսպես ասած, ձևակերպումը ճարտարապետության էության, այդ կայունության, օգտակարության և գեղեցկության եռամիասնությունը, որը որ անպայմանորեն պետք է օրովոշտված լինի ճարտարապետությունը։ Իմ պատկերացմամբ շատ բանական մի բան է, շատ այսպես պարզ, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ պարզի մեջ է ամենաբարդը։ Եվ պարզ ասելով պիտի ասել մեկ բառով, մեր կյանքն է ճարտարապետությունը։ Կյանքը և կարծես թե բոլորն էլ այդ միտքն են արտահայտել։ Բոլորն էլ այդ միտքն են արտահայտել, լիներ դա Վիտրուվիոսը, լիներ դա ուրեմն այդտեղ Գաուդին, որ գտնում էր, որ բնությունը, որը մարդուն տրված է և լույսի կարգավորումն է ճարտարապետության էությունը, կամ դարաշրջանի մեջ այսպես գալով կոնստրուկտիվիստներն ասում էին ձևի կոնստրուկցիայի կարևորությունն է բովանդակային իմաստով, ֆունկցիոնալ իմաստով, դա է էությունը ճարտարապետության, կամ աբստրակցիոնիստները ասում էին, ասենք, որ բարձրագույն ոգեշնչման մտքի երևակայության նյութականացումն է, միջավայրի նյութականացումն է ճարտարապետությունը։ Ի վերջո միջավայրի կազմակերպումը, որ մարդու համար է ստեղծված և ստեղծում է մարդը, ու դա շատ բարդ խնդիր է, շատ բարդ խնդիր է, առավել ևս, եթե դու պետք է ստեղծես դիմացինի համար, պետք է ստեղծես դիմացինի համար, բայց դու ես կարգավորել այդ միջավայրը, ճարտարապետն է կարգավորել այդ միջավայրը և պիտի այնպես կարգավորվի, որ դա ընդունելի դառնա և այս ընթացքը ի սկզբանե եղել է, սկսվել է, ընթանում է մինչև այսօր։ Մեզ շրջակա աշխարհը ինչ է, կյանք է, նյութականացված, մշակութայնացված մարդու գործունեության արդյունք բնության մեջ։ Եվ առաջին հերթին այդ նախամարդը, որ հայտնվեց այն բնական քաոսում, մտահոգություն ապրեց, շփոթմունք զգաց, ինչու, որովհետև չէր հասկանում ինչ է կատարվում, բայց նաև հասկանում էր այդ մտահոգությունը, գերագույն լարումը դրդեց, թելադրեց, որ նա ստեղծի, որ նա արարի, այդ արարման պրոցեսը այսօր էլ է ընթանում։ Եվ ճարտարապետությունը ես դիտարկում եմ որպես այդ անընդմեջ տիեզերական դինամիկ շարժում, որը ինչ-որ կանգառներ ունի ժամանակի մեջ, տարածվում է տարածության մեջ, բայց ընդհատումներ է տալիս ժամանակի մեջ։ Ժամանակի մեջ, որովհետև այդ ժամանակը իրենը պահանջում է։ Մենք ասում ենք ճարտարապետությունը միջավայրի կազմակերպում է, սուբյեկտի երևակայության նյութականացումն է, դրսևորումն է։ Մենք ասում ենք ճարտարապետը արարիչ է, չգիտենք ով է ստեղծել աշխարհը, կամ գիտենք ով է ստեղծել աշխարհը, բայց ճարտարապետն էլ, մարդն էլ, սուբյեկտել է այդ աշխարհի մեջ, բնական աշխարհի մեջ իր աշխարհն է դրել։ Ու դա մարդու համար է, ես այստեղ կարևորում եմ նաև ճարտարապետության էության, այսպես ասված, ինքնությունը, որը բերում է բազմազանություն, դրա համար էլ այսպես ոճեր են ստեղծվել, դրա համար էլ տարբեր ուրեմն միավորների համար միջավայրը տարբեր է եղել։ Բնական միջավայրի նյութականացումը, մշակութայնացումը բերում է նաև սպեցիֆիկայի, դրա համար էլ տարբերվում է։ Ճարտարապետի դերը իհարկե ինտուիտիվ կերպով
ամենասկզբում դա ինտուիտիվ կերպով էր, որը հետո կարգավորվում է։ Ճարտարապետն էլ է սովորում, ճարտարապետը ոչ միայն կարգավորում է, ճարտարապետը ոչ միայն կազմակերպում է այդ միջավայրը, որի մեջ մարդը պիտի գտնվի, որի հանրությունը պիտի գտնվի, այլ ինքն էլ է սովորում։ Ինքը ի սկզբանե սովորեց բնությունից։ Հետո արդեն փորձը սովորեցրեց նրան։ Իր երևակայության մեջ մտապատկերում ես կարծում եմ ճարտարապետությունը եւ որ ասում եմ կյանքն է, ճարտարապետությունը անպայմանորեն պիտի իրականացում ունենա։ Այդ երևակայությունը պիտի իրականացում ունենա, որովհետև եղել են, այսպես չասենք, ժամանակավրեպ, բայց այդ ժամանակի մեջ չգործող նախագծեր, հղացումներ, մտքի փայլատակումներ, էներգիայի գերագույն կուտակումներ, որոնք որ այդ ժամանակ այդ հնարավորության մեջ իրականանալի չէր։ Կարծում եմ ճարտարապետի դերը նախկինում մի քիչ ավելի վաղ անցյալում շատ ավելի կարևորվում էր։ Մեր օրերում շատ ու շատ այսպես կողմնակի պայմաններով թելադրված, կարծես թե ճարտարապետի դերը մի փոքր այսպես ետին պլան է մղվում, որովհետև սուբյեկտի էությունն էլ այնպիսին է, որ երբ որ ինքը որոշակի գիտելիքի տիրապետում է, իրեն թվում է, թե ինքը ամեն ինչի է տիրապետում։ Եվ շատ հաճախ ճարտարապետը, ով պետք է այդ միջավայրը ձևավորի, այդ միջավայրը կազմակերպի մարդու համար, կանգնում է շատ բարդ խնդիրների առջև, որտեղ թվում է, թե այստեղ նա պետք է մարդու պահանջմունքը բավարարի, ով մեր ժամանակներում դա պատվեր է, մի բոլոր ժամանակներում էլ դա պատվեր է եղել։ Ամենասկզբից պատվեր էր նախամարդու համար, որովհետև բնությունը նրան մարտահրավեր նետեց։ Այդ պատվերը նա կարծես թե պատվով կատարեց։ Այսօր եւ ինքն էր դրության տերը։ Այսօր ճարտարապետի դերը թվում է, թե ժամանակակից թվային ճարտարապետության, արհեստական բանականության այ պայմաններում նվազել է եւ ճարտարապետը շատ հաճախ այսպես բարդ խնդրի առաջ է կանգնում։ Մի կողմից ունենալով պատվեր այդ միջավայրը կազմակերպելու, բայց ինքը ազատ չէ այդ պատվերը կատարելու համար, որովհետև վերաբերմունքը այդ գործունեության նկատմամբ մի փոքր այլ կերպ է ընկալվում, մեր ժամանակների համար եմ ասում, բայց որպես փիլիսոփայական կատեգորիա իհարկե։ Կարծում եմ, որ այս տարածաժամանակային անընդմեջ շղթայում հավասարազոր, հավասարակերպ է ճարտարապետի կարևորությունը։ Միայն թե այդ ժամանակային կանգառների մեջ երբեմն պատկերացումներով, աշխարհընկալմամբ, հնարավորություններով դա կարող է ինչ-որ տարբեր դրսևորումներ ունենալ։ Այս սա է խնդիրը։ Սեր, երևակայություն, միտք, գրագիտություն եւ կարծում եմ ճշգրտություն։